Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 18-րդ դասախոսությունը ողջույն բոլորին։ Մենք հիշեցնեմ, որ մենք ուսումնասիրում ենք անընդհատ ֆունկցիաների հատկությունները։ Անընդհատ ֆունկցիաների հատկությունները։ Մենք արագ վերհիշենք, թե ինչ արեցինք նախորդ անգամ։ Մենք ինչպես միշտ մենք ունենք ինչ-որ x ենթաբազմություն RM տարածության մեջ։ Ունենք f ֆունկցիա, որը գնում է x-ից r n տարածություն, եւ ունենք ինչ-որ x0 կետ, որը ընկած է x-ի մեջ, ու x0-ի մասին մենք ենթադրում ենք, որ ինքը կուտակման կետ է։ Մենք հիշեցնեմ, որ կուտակման կետ ըստ սահմանման նշանակում է հետևյալը, որ գոյություն ունի, այսինքն չեմ հիշում կոնկրետ ինչ սահմանում ենք տվել, բայց համարժեք հատկություններից մեկը հետևյալն է, որ գոյություն ունի xk հաջորդականություն x-ից, ընդ որում xk-ն տարբեր է x0-ից ցանկացած k-ի համար, այնպիսին, որ xk-ն զուգվում է x0-ի։ Այսինքն x0-ին ես կարող եմ մոտենալ x-ի կետերով։ Ու մենք ենք գտել հետևյալ սահմանումը, ասել ենք, որ f-ը անընդհատ է x0 կետում, անընդհատ է x0-ում, տարբեր սահմանումներ կարող ենք տալ, օրինակ կարող ենք ասել, որ f-ի սահմանը, երբ x-ը ձգտում է x0-ի գոյություն ունի, եւ այն հավասար է f x0-ի։ Եկեք մի թեորեմ ձևակերպեմ, որը մենք անցյալ անգամ քիչ թե շատ ապացուցել էինք։ Կարող է հենց այդ տեսքով չենք ապացուցել, բայց օգտակար է տարբեր տեսակետներից նույն արդյունքը ուսումնասիրել, ուրեմն թեորեմ։ Հետևյալ հատկությունները համարժեք են։ Հետևյալ հատկությունները համարժեք են։ Առաջի հատկություն f-ը անընդհատ է x0-ում։ Երկրորդը, եթե վերցնենք f-ի տատանումները x0 կետում, հիշեցնեմ, որ այս սահմանման սա նշանակում է հետևյալը, սահման, երբ դելտան ձգտում է 0-ի, ես նայում եմ f-ի տատանումները x0 կենտրոնով եւ դելտա շարավով գնդի վրա, ու բնականաբար վերցնում եմ հատումը x-ի հետ, որովհետեւ f ֆունկցիան որոշված լինի, սա հավասար է 0-ի։ Առաջի հատկությունը f անընդհատ է, երկրորդ հատկությունը f-ի տատանումները x0 կետում հավասար են 0-ի, երրորդ հատկությունը կարող ենք նույն բանը ասել հաջորդականությունների միջոցով, դեռ նույն ձևով ինչ որ սահմանի համար ենք ասում, որ եթե կա xn հաջորդականություն, կամ xk գրենք, այն զբաղված է, xk հաջորդականություն, որը ընկած է x-ի մեջ, ու xk-ն ձգտում է x0-ի, ապա fx-կն ձգտում է fx0-ի, երբ կան ձգտում է անսահմանության։ Եվ վերջի հատկությունը, եկեք ուղղակի պարզապես գրենք, թե սա ինչ է նշանակում, որտեղ այդպես պետք կլինի։ Մեզ նշանակում է հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն է այնպիսի դելտա, որ ցանկացած x-ի համար, որը ընկած է դելտա շարավղով եւ x0 կենտրոնով գնդի մեջ,
ու պատկանում է նաև x-ին, տարբերությունը fx հանած fx0 փոքր է էպսիլոնից։ Հիշեցնեմ, որ եթե ունենք ինչ-որ y վեկտոր RN-ում, ապա y երկու գծիկով նշանակում ենք y-ի հեռավորությունը 0-ից։ Կամ ուրիշ կերպ ասած, գումար g-ին հավասար է 1-ից n, y-g քառակուսի ու այս ամեն ինչը 1/2 աստիճան։ Ուրեմն այս թեորեմը մենք նախորդ անգամ ապացուցեցինք։ Կներեք, ես հետ կապված կամ ընդհանուր, այսինքն Rn-ից R գնացող ֆունկցիա, հա, որ կարող ենք Ուրեմն մեր ֆունկցիան ինքը որոշված է x ենթաբազմության վրա Rm-ից եւ արժեքները ընդունում է Rn-ում։ Հարցը որին էր վերաբերվում, մի հատ նորից կասես։ fx հանած fx0 ոնց ենք գրում էլի ստեղ։ Ուրեմն fx հանած fx0 համաձայն եմ, ես շատ չենք քննարկել, ուրեմն եթե ունենք երկու վեկտոր y եւ z վեկտորներ, մենք կարող ենք գրել հեռավորությունը, այս պաստորեն ինչ էր, սրա փոխարեն կարող ենք գրել հեռավորությունը d fx0 եկեք հենց ես էլ գրենք, որպեսզի ավելորդ սրա մասին մենք շատ շուտով անցնելու ենք, կարող ենք հենց այսօր անցնենք, բայց եկեք ստեղ գրենք հեռավորություն, այդ դեպքում ընդհանրապես բոլոր հարցերը անվում են, քանի որ երկու վեկտորների միջև հեռավորություն մենք գիտենք ինչ է, d yz-ը, այս նույն բանն է, բայց այս նույն բանն է ինչ-որ ստեղ, բայց 0-ի փոխարեն z եմ դնում, այսինքն ստացվում է գումար, g-ին հավասար է 1-ից n, yg հանած zg, այս ամեն ինչը քառակուսի եւ քառակուսի արմատ։ Բազմաչափ դեպքում շատ նման է մեկ փոփոխականի ֆունկցիաների անընդհատությանը։ Այսինքն նույն բանն է տեղի ունենում, տարբերությունը այն է, որ մենք գործ ունենք արդեն մի քանի փոփոխականի հետ եւ արժեքները ընդունում է ոչ թե R-ում, այլ R-ում։ Հիմա անընդհատության հետ կապված կա երկու կարևոր հատկություն։ Մեկը հավասարաչափ անընդհատությունն է, երկրորդը հավասարաստիճան անընդհատությունն է։ Իմ կարծիքով հավասարաչափ անընդհատությունը նախ ինտեգրալի ուսումնասիրության ժամանակ մենք այդ քննարկեցինք, կարճ, բայց քննարկեցինք, ու ինձ թվում է մեկ փոփոխականի ֆունկցիայի համար դուք առաջին կիսամյակում անցել եք հավասարաչափ անընդհատությունը։ Ուրեմն այդ նույն հատկությունը կա բազմաչափ դեպքում, ու եկեք հիմա վերհիշենք այդ ինչ է նշանակում ու հասկանանք ինչ հատկություններ կարող ենք, հա, ուրեմն նախորդ անգամ մենք ապացուցեցինք որոշ հատկություններ անընդհատ ֆունկցիաների։ Մի հատ եկեք էդ էլ վերհիշենք։ Այսինքն ինչ հատկություններ ունեինք, որ ինքը կայուն է, եթե վերցնում ենք ֆունկցիաների գումար, արտադրյալ, քանորդ կամ բացապատկում ենք ինչ-որ թվով, այսինքն եթե ունենք երկու ֆունկցիա եւ g-ն անընդհատ են x0-ում, ապա ինչ կարող ենք ասել, երեք հատկություն, ցանկացած c-ի համար r-ից, f գումարած c-ն անընդհատ է, x0-ում երկրորդ հատկությունը, եթե n-ը հավասար է 1-ի, ապա կարող ենք գրել f անգամ g-ն, էլի անընդհատ է x0-ում, եկեք նորից չգրեմ, ու եթե n-ը հավասար է 1-ի եւ g x0-ն տարբեր է 0-ից, ապա քանորդն է անընդհատ x0 կետում։ Այս հատկությունները ապացուցում են լրիվ նույն ձևով ինչ որ մեկ չափանի դեպքում։ Պարզապես վերցնում ենք սահմանումը ու փորձում ենք գնահատել սահմանի եւ արժեքի տարբերությունը։
Այս մենք չափածեցինք վերջին անգամ, բայց նշեցինք, որ լրիվ նույն ձևով ալվածու ինչ որ մեկ չափանի դեպքում հենց որ ապացույց թողնում եմ ձեզ։ Եվս մի հատկություն կա ֆունկցիաների համադրույթի մասին։ Այսինքն հիմա ես ենթադրում եմ, որ ես ունեմ f ֆունկցիա, որը գնում է x-ից r n, ունեմ y ենթաբազմությունը rn-ում, ունեմ j ֆունկցիա, որը գնում է y-ից rk, x-ի մեջ ես ֆիքսում եմ ինչ որ x0 կետ, y0-ով նշանակում եմ f-ի պատկերը, x0-ի պատկերը f-ով, ու բացի դրանից ենթադրում եմ, որ եթե վերցնեմ f(x)-ը, ապա ինքը ընկած կլինի y-ի մեջ։ Իհարկե, սրա փոխարեն կարող եմ վերցնել, կարող եմ ասել, որ x0-ի փոքր շրջակայքի պատկերն է ընկած y-ի մեջ, բայց որպեսզի իզուր տեղը չբարձրացնեմ դա ձևակերպումը, ենթադրենք սենց։ Հիմա ինչ է ասում այս հատկությունը։ Հատկությունը ասում է հետևյալը, որ եթե f-ը անընդհատ է x0-ում, եւ j-ն անընդհատ է y0-ում, ապա համադրույթը j համադրույթ f-ը անընդհատ է x0-ում։ J համադրույթը բնականաբար այս ֆունկցիայի, որը գործում է x-ից rk, դա գործում է x-ից rk, ու եթե ունեմ այս երկու հատկությունները, այսինքն ստեղ ունեի x բազմությունը, ինչ որ x0 կետ, ստեղ ունեմ y բազմությունը, որ ընկած է rn-ի մեջ, x ընկած է r-ի մեջ, x-ից y գործում է f ֆունկցիան, y-ից rk գործում է j ֆունկցիան, y0-ն էլ x0-ի պատկերն է f-ով, ունեմ այս հատկությունը։ Եկեք, պարզապես, որպեսզի կասկած չմնա, որ բոլորին ամեն ինչ պարզ է, եկեք արագ ապացուցենք այս հատկությունը։ Համարյա ապացուցելու բան չկա, բայց ամենայն դեպս։ Ուրեմն օգտվում եմ այս օրինակ վերջի հատկությունից, պարզապես անընդհատության բացահայտ ձևակերպումը, այսինքն էպսիլոն դելտայով։ Մենք ինչ ենք անում, ֆիքսում ենք էպսիլոն դրական թիվ։ Այս էպսիլոն դրական թվի համար, քանի որ j-ն անընդհատ է y0 կետում, ես կարող եմ գտնել այնպիսի դելտա 1 դրական թիվ, որ ցանկացած y-ի համար մեծ y-ից, եթե ես գիտեմ, որ y-ը ընկած է նաև y0-ի դելտա 1 շրջակայքում, ապա j-y հանած j-y0-ն, եկեք էլի հեռավորությամբ գրեմ, հեռավորությունը j-y-ի և j-y0-ի փոքր է էպսիլոնից։ Հիմա այս դելտա 1 դրական թվի համար, ես հիմա օգտագործում եմ ստեղ, ես օգտագործեցի j-ի անընդհատությունը y0 կետում։ Հիմա դելտա 1 դրական թվի համար, ես օգտագործում եմ հիմա f-ի անընդհատությունը x0 կետում, կարող եմ ասել, որ գոյություն ունի դելտա դրական թիվ, այնպես, որ ցանկացած x-ի համար x հատում b x0 դելտայի, աստեղ ինչենից ես հետևումը իզուր տեղ դրեցի, որովհետև պարզապես ցանկացած y-ի համար ճիշտ է սա։ Հիմա ստեղ ցանկացած x-ի համար ստեղից, ճիշտ է հետևյալը, հեռավորություն fx fx0-ն փոքր է դելտա 1-ից, բայց fx0-ն հենց մեր y-ն էր։ Այսինքն ինչ ունեմ, մի կողմից ունեմ, որ ցանկացած y-ի համար p y0 դելտա 1-ից ճիշտ է սա,
Մյուս կողմից ունեմ, որ ցանկացած x-ի համար ստեղից ճիշտ է սա։ Բայց այս վերջինը նշանակում է, որ այս վերջի անհավասարությունը նշանակում է, որ fx-ը պատկանում է b fx0 y-ներ, y0-ներ, y0 դելտա 1 հատում y-ին։ Այսինքն fx-ի համար ես կարող եմ կիրառել այս անհավասարությունը։ Ինչ եմ ստանում։ Ստանում եմ հետևյալը, որ ցանկացած x-ի համար, որը գտնվում է ստեղ, էլ չգրեմ այդ բանը, ունենք, որ հեռավորություն g fx, jy0, fx0 է, fx0 փոքր է էպսիլոնից։ Այս էլ նշանակում է, որ g համադրույթ f-ը անընդհատ է x0 կետում։ G համադրույթ f-ը անընդհատ է x0-ում։ Սրանով ապացույց վերջանում է։ Արդյոք ինչ-որ հարցեր կան սրա վերաբերյալ։ Այսինքն անում ենք ամենաբնական բանը։ Ընդամենը երկու պայման ունենք, f-ի անընդհատությունը x0-ում, g-ի անընդհատությունը y0-ում, օգտագործում ենք այդ երկու հատկությունները հասկանալու համար, որ համադրույթը անընդհատ է x0 կետում։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ուրեմն հասնենք այն երկու հատկություններին, որոնց մասին ասեցի, այսինքն հավասարաչափ անընդհատություն եւ հավասարաստիճան անընդհատություն։ Ուրեմն սկսենք հավասարաչափ անընդհատությունից։ Ուրեմն սահմանում ուրեմն ինչպես միշտ ունենք ինչ-որ x ենթաբազմություն RM-ից եւ f ֆունկցիա, որը գործում է x-ից Rn։ Կասենք, որ f-ը հավասարաչափ անընդհատ է, ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի դելտա, որ ցանկացած x1, x2-ի համար x-ից, եթե իրենց միջև հեռավորությունը փոքր է դելտայից, ապա իրենց պատկերների միջև հեռավորությունը f x1 fx2 փոքր է էպսիլոնից։ Ներեկան վերցրել ենք կամայական դելտա։ Այո, ոչ թե կամայական դելտա, այլ գոյություն ունի դելտա։ Ուրեմն f հավասարաչափ անընդհատ է x-ի վրա, այսինքն ես չեմ գրել, բայց նկատի ունենք x-ի վրա, քանի որ f-ը որոշված է x-ի վրա։ Եթե ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն է այնպիսի դելտա, որ եթե x1 եւ x2 կետերի միջև հեռավորությունը չի գերազանցում դելտան, ապա իրենց պատկերների միջև հեռավորությունը չի գերազանցում էպսիլոնը։ Եկեք համեմատենք, ուրեմն ստեղից նախ ես պնդում եմ, որ ստեղից միանգամից ստանում եմ, որ եթե f-ը հավասարաչափ անընդհատ է x-ի վրա, ապա f-ը անընդհատ է x-ի ցանկացած կետում։ Ուրեմն դիտողություն կամ դիտարկում, չգիտեմ որն է ճիշտը։ Ուրեմն, եթե f-ը հավասարաչափ անընդհատ է, ապա ցանկացած x0-ի համար x-ից f-ը անընդհատ է x0-ում։ Այս հատկությունը համարյա ակնհայտ է, որովհետև
Ինչ է ասում հավասարաչափ անընդհատությունը։ Հավասարաչափ անընդհատությունը ասում է սա։ Իսկ ինչ է ասում անընդհատությունը x0 կետում։ Անընդհատությունը x0 կետում ասում է հետևյալը, որ ցանկացած էպսիլոնի համար գոյություն ունի այնպիսի դելտա, որ ցանկացած x-ի համար x-ից, եթե հեռավորությունը x-ի եւ x0-ի մեջ փոքր է դելտայից, ապա հեռավորությունը fx-ի եւ f(x0)-ի մեջ փոքր է էպսիլոնից։ Ակնհայտորեն, եթե ունեմ սա, ես ունեմ նաև սա, որտեղ ստեղ x1 եւ x2-ը ցանկացած են, ստեղ x0-ն ֆիքսած է, x-ը ցանկացած է։ Այսինքն, եթե ես ունեմ հավասարաչափ անընդհատություն ինչ-որ մի ֆունկցիայի իր որոշման տիրույթի վրա, ապա միանգամից կարող եմ ասել, որ ցանկացած կետում այդ ֆունկցիան անընդհատ է։ Հարցը հետևյալն է, արդյոք անընդհատ ֆունկցիաները, եթե ունեմ ինչ-որ f ֆունկցիա, որը անընդհատ է իր որոշման տիրույթի վրա, այսինքն իր որոշման տիրույթի ցանկացած կետում, այդ ֆունկցիան կլինի հավասարաչափ անընդհատ։ Ինչ այլ օպցիա կլինի, թե ոչ։ Ինչ կարծիք եք։ Օրինակներ։ Եկեք նայենք հետևյալ ֆունկցիան, նայենք f ֆունկցիան, որը որոշված է, ասենք r-ից r, եւ fx-ը հավասար է x քառակուսու։ Այն որ այս ֆունկցիան ամենուրեք անընդհատ է, հուսով եմ բոլորը կարող են ապացուցել։ Եկեք ցույց տանք, որ այս ֆունկցիան հավասարաչափ անընդհատ չի։ Ուրեմն ինչ է նշանակում, որ ֆունկցիան հավասարաչափ անընդհատ չի։ Ուրեմն եթե ունեմ f ֆունկցիա, եկեք ընդհանուր դեպքում գրենք։ Ուրեմն f ֆունկցիան հավասարաչափ անընդհատ չի, ինչ պետք է անենք, պետք է գրենք այս հատկության ժխտումը։ Ոնց են գրում այս հատկության ժխտումը։ Ուրեմն ցանկացածը դառնում է գոյություն ունի էպսիլոն դրական թիվ, հենց որ այնպես որ ցանկացած դելտա դրական թվի համար գոյություն ունեն x1, x2 կետեր x-ից, այնպես որ հեռավորությունը սրանց մեջ փոքր է դելտայից եւ միաժամանակ հեռավորությունը պատկերների մեջ մեծ կամ հավասար է էպսիլոնից։ Այսինքն բոլորը համաձայն են սրա հետ, որ այս իմ հավասարաչափ անընդհատության ժխտումը հենց սա է։ Ես պարզապես ֆորմալ վերցրեցի, ոնց ենք ժխտումը գրում, գոյություն ունի այնպիսի էպսիլոն, որ ցանկացած դելտայի համար գոյություն ունեն x1, x2 կետեր, այնպես որ ենթադրությունը ճիշտ է, բայց եզրակացությունը սխալ։ Այսինքն հեռավորությունը փոքր է դելտայից, բայց հեռավորությունը պատկերների մեջ մեծ կամ հավասար է էպսիլոնից։ Ուրեմն ես պնդում եմ, որ այս իհարկե ճիշտ է, բայց օգտագործելը սա բավական էլի հնարավոր է, բայց մի քիչ ավելի բարդ է, քան թե հետևյալ հատկությունը օգտագործելը։ Ես պնդում եմ, որ սա նույն բանն է, որ գոյություն ունի էպսիլոն դրական թիվ եւ գոյություն ունեն երկու հաջորդականություն x1n եւ x2n հաջորդականություններ x-ից, այնպես որ հեռավորությունը այս երկու կետերի միջև, այս երկու հաջորդականությունների միջև, եկեք n չգրեմ, այլ k գրեմ, x1 k եւ x2 k,
Հենց որ հեռավորությունը այս երկու հաջորդականությունների միջև ձգտում է 0-ի, երբ կան ձգտում է անսահմանության, եւ միաժամանակ ցանկացած k-ի համար հեռավորությունը x1 k-ի եւ f x2 k-ի մեջ մեծ կամ հավասար է ε-ից։ Արդյոք բոլորը համաձայն են սրա հետ, որ f-ը հավասարաչափ անընդհատ չի, այն եւ միայն այն դեպքում, երբ ես կարող եմ գտնել այնպիսի էպսիլոն դրական թիվ եւ այնպիսի x1k x2k հաջորդականություններ x բազմությունից, այսինքն f-ի որոշման տիրույթից, որ սրանց միջև հեռավորությունը ձգտում է 0-ի, բայց ցանկացած k-ի համար հեռավորությունը պատկերների մեջ գոնե էպսիլոն է։ Հուսով եմ բոլորը կարող են ցույց տալ այս երկու համարժեքությունները։ Այսինքն f-ը հավասարաչափ անընդհատ չի այն եւ միայն այն դեպքում, երբ սա է ճիշտ, այս պարզապես սահմանումից է հետևում, բայց սա էլ համարժեք է այս հատկությանը։ Առաջարկում եմ ինքնուրույն մտածեք սրա մասին ու համոզվեք, որ այս հենց այն է, ինչ որ ասված է ստեղ։ Պարզապես այս հատկության մեջ կարող եք վերցնել օրինակ դելտան հավասար է 1k-երորդ ու ամեն k-ի համար կառուցեք երկու վեկտոր, երկու կետ, հենց որ սա կա, այսինքն փոքր է 1k-երորդից եւ սա կա, այսինքն մեծ է էպսիլոնից։ Եվ հակառակը, եթե այս հաջորդականությունները ունեք, ապա ցանկացած դելտայի համար կարող եք բավականաչափ մեծ k ընտրել եւ համապատասխան կետերը կբավարարեն այս երկու անհավասարություններին։ Ինչևէ, թողնում եմ ձեզ ինքնուրույն համոզվելու համար, որ f-ի հավասարաչափ անընդհատության բացակայությունը հենց այս հատկությունն է։ Հիմա եկեք վերադառնանք մեր այս ֆունկցիային fx։ Ուրեմն, ես ուզում եմ նայել հեռավորությունը երկու կետերի միջև, որոնց մեջ հեռավորությունը ձգտում է 0-ի, բայց պատկերները ինչ որ դրական հեռավորության վրա են մտնում իրարից։ Եկեք գրենք ուրեմն հեռավորություն, վերցնենք ինչ որ x կետ, եկ վերցնենք x գումարած դելտա կետ։ Ես ինչի հավասար։ Ես ենթադրում եմ, որ x-ը մեծ է 0-ից ու դելտան է մեծ 0-ից։ Այդ դեպքում սա կլինի x գումարած դելտա քառակուսի հանած x քառակուսի։ Քանի որ x գումարած դելտան կլինի x-ից մեծ։ Այս էլ ինչ կստացվի։ Այս կստացվի 2 դելտա x եւ գումարած դելտա քառակուսի։ Ես ուզում եմ այս հեռավորությունը ասել, որ ինչ որ մի թվից միշտ մեծ է։ Դրա համար այս հեռավորությունը ես գնահատեմ ներքևից։ Սա մեծ կամ հավասար է 2x դելտայից։ Հիմա ստեղ տեսնում եմ, որ եթե x-ը լիներ սահմանափակ տիրույթում, խնդիր չէր լինի, բայց x-ը r-ի վրա է, r պլյուսի վրա է։ Այսինքն, ինչ դելտա էլ ֆիքսեմ, եթե x-ը բավականաչափ մեծ է, այս թիվը ստացվում է 1-ից մեծ։ Հիմա ես պնդում եմ, որ եթե օրինակ վերցնեմ էպսիլոն հավասար է 1, եւ վերցնեմ հետեւյալ հաջորդականությունները, x-կան հավասար է k-ի, x-k1-ը հավասար է k-ի եւ x-k2-ը հավասար է k գումարած 1k-երորդ։ Այդ դեպքում բնականաբար այս երկուսի միջև հեռավորությունը կձգտի 0-ի, x-k1, x-k2-ը հավասար է 1k-երորդ եւ ձգտում է 0-ի, եւ միևնույն ժամանակ հեռավորությունը f(x)k1 f x(k2) ինչի է հավասար, ներքևից կարող եմ գնահատել, 2x, այսինքն k, անգամ դելտա, այսինքն 1k-երորդ, այսինքն հավասար է 2-ի։ Իշտ է, ստեղ վերցրեցի x եւ x գումարած դելտա, հիմա իմ x-ը սա է, x գումարած դելտան սա է, այսինքն դելտան հավասար է 1k-երորդ։ Ստուգեցինք, տեսանք, որ ես հավասար է 2-ի։ Այսինքն ես
ֆունկցիան, չնայած ինքը ակնհայտորեն անընդհատ է ցանկացած կետում, հավասարաչափ անընդհատ չի։ Ստեղծագործում ենք ֆունկցիայի հետ, որը որոշված էր անսահմանափակ տիրույթում, այսինքն անսահմանափակ բազմության վրա։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ սահմանափակ բազմության վրա բոլոր անընդհատ ֆունկցիաները հավասարաչափ անընդհատ են։ Ես պնդում եմ, որ այդպես չի։ Եկեք նայենք երկրորդ օրինակը։ Ուրեմն վերցնենք f ֆունկցիան, որը գործում է 0,1 միջակայքի վրա, ընդ որում 1-ը մտնում է, 0-ն չի մտնում, եւ արտապատկերում է սայերի վրա, նույնիսկ սահմանափակ ֆունկցիա կլինի, եւ fx-ը հավասար է սինուս 1x-երորդ։ Ուրեմն f-ը սահմանափակ ֆունկցիա է, որպես անընդհատ ֆունկցիաների համադրույթ, 1x-երորդ եւ սինուս ֆունկցիաների համադրույթ, 1x-երորդը 0,1-ի վրա անընդհատ է, սինուսը ամենուրեք է անընդհատ, հետեւաբար համադրույթը ամենուրեք անընդհատ է։ Այս այն հատկությունները, որ մենք ցույց տվեցինք այսօր։ Ուրեմն այս անընդհատ է։ Ես պնդում եմ, որ այս ֆունկցիան հավասարաչափ անընդհատ չի։ Դրա համար էլի վերցնենք էպսիլոնը հավասար է 1։ Որտեղ է խնդիր առաջանում։ Խնդիր առաջանում է 0-ի շրջակայքում, որովհետև 0-ին շատ մոտ կետեր կարող եմ ստանալ, այնպես որ 1x կետում սինուսը ստացվի 1 եւ շատ մոտ 1x' կետում սինուսը ստացվի -1։ Այսինքն մտահղացումը է, որ լուծենք սինուս 1x-երորդը հավասար է 1 եւ սինուս 1x-երորդը հավասար է -1 հավասարումները։ Դե բնականաբար դժվար չի լուծել։ Եկեք հետ նայենք հետևյալ հաջորդականությունները։ x կա 1-ը հավասար է 1-ը բաժանած պիկես գումարած 2 պիկա, ուզուր սպարգի գրեցի, և x կա 2-ը հավասար է 1-ը բաժանած մինուս պիկես գումարած 2 պիկա։ Այս երկու հաջորդականություններն ձգտում են 0-ի։ x կա 1, x կա 2-ը ձգտում են 0-ի, երբ կան ձգտում են անսահմանության։ Մասնավորապես իրենց միջև հեռավորությունը ձգտում է 0-ի։ Դե x կա 1, x կա 2-ը ձգտում է 0-ի։ Բայց միևնույն ժամանակ, եթե ես նայում եմ հեռավորությունը f x կա 1 եւ f x կա 2-ի մեջ, ես x կա 1, x կա 2-ը ընտրել էի նենց, որ սինուսը x կա 1-ի վրա ստացվի 1, x կա 2-ի վրա ստացվի -1։ Այսինքն ինչ է ստացվում, ստացվում է 1 հանած -1, ստացվում է 2, ու սա ճիշտ է ցանկացած կայի համար։ Այսինքն նորից ստանում եմ, որ այս հատկությունը տեղի ունի, գտա էպսիլոն եւ երկու հաջորդականություն, որոնց միջև հեռավորությունը ձգտում է 0-ի, բայց պատկերների միջև հեռավորությունը գնահատվում է ներքևից էպսիլոնով, հետեւաբար կարող եմ եզրակացնել, որ սինուս 1x-երորդ ֆունկցիան հավասարաչափ անընդհատ չի։ Բայց ինչպես մեկ չափանի դեպքում, եթե ես նայում եմ կոմպակտ բազմություններ, ցանկացած անընդհատ ֆունկցիա կլինի հավասարաչափ անընդհատ։ Ուրեմն այս առաջի թեորեմն է։ Թեորեմ։ Թեորեմը ասում է հետևյալը, դիցուկ x-ը կոմպակտ է, x-ը կոմպակտ է RM-ում եւ f, որը գնում է x-ից RM ֆունկցիան անընդհատ է x-ի ցանկացած կետում։ Ապա f-ը հավասարաչափ անընդհատ է։
Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում, արդյոք պետք է սա ապացուցել, թե բոլորի համար պարզ է, որովհետև ապացույցը համարյա լրիվ նույնն է, ինչ որ մեկ չափանի դեպքում։ Երկար չի ասեմ, մի 5 րոպե է, հենց որ կարող եք նաև ապացուցել։ Լավ, քանի որ չեք ասում, որ չապացուցենք, ենթադրում որ պետք է ապացուցել։ Ուրեմն ապացույց։ Երկու ձևով կարող ենք անել, օգտագործելով կոմպակտի երկու հատկությունները։ Այսինքն մենք գիտենք, որ x բազմությունը կոմպակտ է այն եւ միայն այն դեպքում, երբ ինքը փակ է եւ սահմանափակ։ Չէ, դա չէ։ X-ը կոմպակտ է, եթե ցանկացած հաջորդականությունից կարող ենք ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն, կամ X-ը կոմպակտ է, եթե ցանկացած բաց ծածկույթից կարող ենք ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Այդ մենք ապացուցել ենք ինչ-որ ժամանակ առաջ, որ այս երկու հատկությունները համարժեք են։ Ցանկացած բաց ծածկույթից կարելի է ընտրել բաց ենթածածկույթ, կամ ցանկացած x-կա հաջորդականությունից կարող ենք ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն, որի սահմանը գտնվում է նորից x-ում։ Եկեք երկրորդը օգտագործենք։ Ուրեմն, ենթադրենք, թե f-ը հավասարաչափ անընդհատ չի։ Ենթադրենք, թե f-ը հավասարաչափ անընդհատ չի։ Այդ դեպքում մենք գիտենք հետևյալը, որ գոյություն ունի էպսիլոն դրական թիվ եւ գոյություն ունեն x կա 1 եւ x կա 2 հաջորդականություններ x-ից, այնպես որ հեռավորությունը սրանց միջև ձգտում է 0-ի, երբ կան ձգտում է անսահմանության, եւ միաժամանակ հեռավորությունը f x կա 1 f x կա 2-ի մեջ գոնե էպսիլոն է, ընդ որում սա ճիշտ է ցանկացած կայի համար։ Հիմա ես գիտեմ, որ կան կոմպակտ, x-ը կոմպակտ է։ Հետևաբար, օրինակ x կա 1-ից կարող եմ ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն։ Ուրեմն x կա 1-ը պարունակում է ինչ որ x կետի զուգամիտող ենթահաջորդականություն։ Հիմա այդ զուգամիտող ենթահաջորդականությունը ես կարող եմ հենց սկզբից ենթադրել, որ զուգամիտող այս հաջորդականությունը զուգամիտում է։ Հակառակ դեպքում պարզապես x1 կանք փոխարինեմ այդ զուգամիտող ենթահաջորդականությամբ եւ x կա 2-ից կվերցնեմ այդ նույն ենթահաջորդականությունը ինչ որ x կա 1-ի համար։ Այսինքն կարող ենք ենթադրել, ուրեմն կարող ենք ենթադրել, որ x կա 1-ը զուգամիտում է x-ին, որը պատկանում է x-ին։ Բայց մյուս կողմից ես ունեմ, որ x կա 2-ի եւ x կա 1-ի հեռավորությունը ձգտում է 0-ի, հետեւաբար ստեղից միանգամից ստանում եմ, որ x կա 2-ներ է զուգամիտում x-ին։ Այսինքն այս նույն բանն է, որ x կա 2-ը զուգամիտում է x-ին։
Բայց f-ը անընդհատ է x-ում։ F-ը անընդհատ է x-ում, հետևաբար fx կա 1-ը զուգամիտում է fx-ին և fx կա 2-ը զուգամիտում է fx-ին։ Ստեղից ինչ եմ ստանում, եթե օգտագործեմ եռանկյան հանավասարությունը, կարող եմ ասել, որ d fx կա 1 fx կա 2, եթե երկու հաջորդականություն զուգամիտում են նույն սահմանին, ապա իրենց միջև հեռավորությունը ձգտում է 0-ի, պարզապես եռանկյան անհավասարությունն է։ Ես փոքր կամ հավասար է d fx կա 1 fx գումարած d fx x կա 2, բայց այս երկուսն էլ ձգտում են 0-ի, հետևաբար սա ձգտում է 0-ի։ Այսինքն մի կողմից ես ստացա, որ այս երկու հաջորդականությունների միջև հեռավորությունը ձգտում է 0-ի, մյուս կողմից ես ունեմ, որ այս երկու հաջորդականությունների միջև հեռավորությունը գերազանցում է էպսիլոնը ցանկացած k-ի համար։ Ստացա հակասություն, որտեղից է գալիս հակասությունը, հակասությունը գալիս է այս ենթադրությունից, որ f-ը հավասարաչափ անընդհատ չի։ Հետևաբար կարող եմ եզրակացնել, որ f-ը հավասարաչափ անընդհատ է ու սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Այդ կարող ենք ենթադրելի մասը ոնց է աշխատում։ Ոնց որ զուտ ենթահաջորդականություն ենք վերցնում ու դրանով ենք աշխատում։ Ուրեմն ինչ է նշանակում կարող ենք ենթադրել։ Մենք գիտենք, որ x կա 1-ից, ես կարող եմ ընտրել ինչ որ x կա 1, չէ, եկեք ցենց գրեմ։ Ես կարող եմ ընտրել phi աջող ֆունկցիա, նենց որ x phi 1-ը զուգամիտում է x-ի։ Կամ x phi կա 1 գրենք, եկեք phi կա 1 գրենք։ Ինչ ուզում անեմ։ Համաձայն եք, որ զուգամիտող ենթահաջորդականության գոյությունը համարժեք է սրան, գոյությունը phi ֆունկցիա, որը բնականաբար ձգտում է անսահմանության, ձգտում է անսահմանության, այնպես որ x phi կա 1-ը զուգամիտում է x-ին։ Ես հիմա նոր հաջորդականություններ եմ ներմուծում, y կա 1, որը կլինի x phi կա 1, և y կա 2, որը կլինի x նույն ինդեքսներն են վերցնում, բայց երկրորդ հաջորդականության համար։ Այդ դեպքում կստանամ, որ y կա 1-ը զուգամիտում է x-ին, և y կա 1, y կա 2-ի համար տեղի ունի սա։ Քանի որ այդ նույն x-երն են, պարզապես վերցրել եմ որոշ ինդեքսներ, բոլորը չեմ վերցրել։ Այսինքն, որպեսզի այս ամեն ինչի չասենք, ասենք, որ հենց սկզբից կարող ենք ենթադրել, որ մեր առաջին հաջորդականությունը զուգամիտում է։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, այսինքն ցանկացած անընդհատ ֆունկցիա հավասարաչափ անընդհատ է։ Հիմա երկրորդ հասկացողությունը հավասարաստիճան անընդհատություն։ Ուրեմն հավասարաչափ անընդհատությունը վերաբերվում է մեկ ֆունկցիային, այսինքն ինքը որոշված է ինչ-որ x բազմության վրա, ու հավասարաչափ անընդհատությունը այդ մեկ ֆունկցիայի անընդհատությունն է։ Հավասարաստիճան անընդհատությունը վերաբերվում է ֆունկցիաների ընտանիքին։ Ուրեմն սահմանում ուրեմն դիցուք տված է f ալֆա ֆունկցիաների բազմությունը, որտեղ ալֆան փոխվում է ինչ-որ մի a բազմության մեջ։ Կարող եք ենթադրել օրինական հաշվելիք, այդ դեպքում կլինի ֆունկցիաների հաջորդականություն։ Նայում եմ f ալֆա ֆունկցիաների ընտանիքը և ֆիքսում եմ ինչ-որ մի կետ
x0, որը պատկանում է x-ին։ Ուրեմն կասենք, որ այս ընտանիքը հավասարաստիճան անընդհատ է x0 կետում։ Կասենք, որ f ալֆան հավասարաստիճան անընդհատ է x0-ում, եթե ուրեմն ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի դելտա դրական թիվ, որ ցանկացած x-ի համար, որը պատկանում է x0-ի դելտա շրջակայքին եւ ընկած է նաեւ x-ի մեջ, f ալֆա x-ի եւ f ալֆա x0-ի միջև հեռավորությունը չի գերազանցում էպսիլոնը։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Ուրեմն, եթե ես ունեմ ֆունկցիա անընդհատ, ասենք x0 կետում, ես կարող եմ ասել, որ ցանկացած էպսիլոնի համար մի րոպե ստեղ մի բան մոռացա, ցանկացած x-ի համար ստեղից եւ ցանկացած ալֆայի համար a-ից տեղի ունի սա։ Հիմա f ալֆայի անընդհատությունը նշանակում է հետեւյալը, նույն բանն է նշանակում, ցանկացած էպսիլոնի համար գոյություն ունի դելտա, հենց որ ցանկացած x-ի համար այստեղից, մոռանում եմ սրա մասին, տեղի ունի սա։ Այսինքն մեկ ֆունկցիայի անընդհատությունը սա է։ Առանց սրա։ Հավասարաստիճան անընդհատությունը ասում է, որ այս դելտան, որ ես ընտրում եմ, որպեսզի սա տեղի ունենա, նույնն է բոլոր ալֆաների համար։ Այսինքն պարզապես անընդհատություն նշանակում է հետևյալ, որ ցանկացած ալֆայի համար եւ ցանկացած էպսիլոնի համար գոյություն ունի դելտա, որը կախված կլինի էպսիլոնից եւ ալֆայից, նենց որ ցանկացած x-ի համար այստեղից տեղի ունի սա։ Հավասարաստիճանը նշանակում է, որ այս ալֆայից ոչինչ կախված չի։ Այսինքն ես կարող եմ ընտրել նույն դելտան, եթե ինձ էպսիլոն տրված է, ես կարող եմ ընտրել նույն դելտան, նենց որ x-երի համար այս դելտա շրջակայքից եւ ցանկացած ալֆայի համար տեղի ունենա սա։ Եկեք օրինակներ նայենք։ Ուրեմն օրինակներ։ Դուք մի հատ հարց կարամ։ Ահա։ Այստեղ չեն կարա ինչ որ ֆունկցիա սահմանենք, ոնց որը տալիս է մինիմալ դելտան էպսիլոնից ու ալֆայից կապված ու այդ ֆունկցիայի վրա ինչ որ կարող ենք դա անել։ Այսինքն ինչ է նշանակում անընդհատություն։ Անընդհատություն նշանակում է հետևյալը, որ եթե ես նայեմ, ուրեմն f-ը անընդհատ է, x0-ում, ես նույնն է, որ ասենք սահման, երբ դելտան ձգտում է 0-ի, ես նայում եմ f-ի տատանումները, x0 կենտրոնով եւ դելտա շարավղով գնդի վրա, որը այս պետք է հավասար լինի 0-ի։ Ուրեմն այս անընդհատությունն է։ Եկեք, քանի որ այդ հարցը առաջացավ, եկեք գրենք հավասարաչափ անընդհատությունը ինչ է նշանակում։ F-ը հավասարաչափ անընդհատ է։ Այս նշանակում է հետևյալը, եկեք ներմուծենք այն ինչ որ անվանում են F-ի անընդհատության մոդուլ, օմեգա F դելտա, այս ինչ է նշանակում, այս նշանակում է, ես երցնում եմ սուպրեմում, հեռավորություն F
x1 fx2 n կետերի համար, որոնց միջև հեռավորությունը չի գերազանցում դելտան։ Այսինքն վերցնում եմ բոլոր կետերը, որոնց միջև հեռավորությունը չի գերազանցում դելտան, նայում եմ համապատասխան հեռավորությունները պատկերների համար ու վերցնում եմ սուպրեմումը։ Ուրեմն f-ը կլինի հավասարաչափ անընդհատ այն եւ միայն այն դեպքում, երբ օմեգա f դելտան ձգտում է 0-ի, երբ դելտան ձգտում է 0-ի։ Այդ նույն ձևով ես ստեղ կարող եմ ներմուծել, որպեսզի այս բանը նույն ձևով գրեմ, ես կարող եմ ներմուծել, գիտեք, ես մի քիչ հաջող չի ստացվում, եկեք օմեգա f դելտայի փոխարեն, որտեղ օմեգա f-ը ուրիշ նշանակում, ուրիշ իմաստ ուներ, եկեք գրեմ օմեգա, ասենք ինդեքս f եւ դելտա, օմեգա ինդեքս f եւ դելտա, ուրեմն ստեղ ներմուծենք օմեգա ինդեքս f դելտա եւ x0։ Ես վերցնում եմ էլի այս տեսակ մի բան, բայց երկրորդ կետը միշտ լինելու է x0-ն։ Ուրեմն սուպրեմում ես նայեմ հեռավորությունը fx եւ fx0, երբ x-ը պատկանում է b x0 դելտա հատում x։ Այսինքն ամենամեծ հեռավորությունը, որին ֆունկցիան կարող է գնալ fx0-ից, երբ x-ը փոխվում է այս գնդի մեջ։ Ուրեմն f-ը կլինի անընդհատ, երբ այս օմեգա f դելտա x0-ն ձգտում է 0-ի։ Եվ նաև այս նույն ոգով կարող ենք ներմուծենք հետևյալ մեծությունը։ Ուրեմն f ալֆան հավասարաչափ անընդհատ է։ Հավասարաստիճան։ Ատ է x0-ում։ Ես պնդում եմ, որ սա տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, ուրեմն ինձ հետաքրքրում է պահվածքը միայն x0 կետում, այսինքն պետք է սրանց հետ գործ ունենամ։ Ես պնդում եմ, որ ինքը կլինի հավասարաստիճան անընդհատ, եթե տեղի ունի հետևյալը։ Եթե ես վերցնեմ սուպրեմում, երբ ալֆան պատկանում է a-ին, ու այս մեծությունները օմեգա f դելտա x0, օմեգա f ալֆա դելտա x0։ Այսինքն յուրաքանչյուր f ալֆա ֆունկցիայի վրա համար վերցրեցի անընդհատության մոդուլը x0 կետում ու դրանց բոլորի սուպրեմումը։ Այսինքն ամենահեռու կետը, ամենամեծ հեռավորությունը, որ մեր f ալֆա x-ը կարող է գնալ, երբ x-ը պատկանում է x0-ի դելտա շրջակայքին։ Ուրեմն f ալֆան կլինի հավասարաստիճան անընդհատ x0 կետում, այն եւ միայն այն դեպքում, երբ այս մեծությունը ձգտում է 0-ի, երբ դելտան ձգտում է 0-ի։ Այսինքն հավասարաչափ անընդհատությունը, հավասարաչափ անընդհատությունը, հավասարաստիճան անընդհատությունը բոլորը բնութագրվում են անընդհատության մոդուլի տերմինով։ Առաջի դեպքում վերցնում եմ f-ի անընդհատության մոդուլը x0 կետում, այսինքն դու սուպրեմում dfx dfx0, երբ x-ը պատկանում է x0-ի դելտա շրջակայքին։ Երկրորդ դեպքում վերցնում եմ անընդհատության մոդուլը x բազմության վրա, այսինքն սրա սուպրեմումը, երբ հեռավորությունը չի գերազանցում դելտան։ Երրորդ դեպքում վերցնում եմ անընդհատության մոդուլների սուպրեմումը ըստ ալֆայի։ Հուսով եմ բոլորը կարող են ապացուցել, որ այս հատկությունները համարժեք են։ Պարզապես պետք է վերցնել սահմանումը եւ տեսնել, թե ինչ է ստացվում։ Հիմա եկեք մի երկու օրինակ նայենք, ուրեմն օրինակներ։ Այս պատասխանեց տրված հարցին, այս նկատի ունեիք։ Ուրեմն օրինակներ։
Ուրեմն առաջի օրինակը, եկեք նայենք f alpha ֆունկցիաների ընտանիք, որը տրված x0 կետում բավարարում է Լիբշիցի պայմանին, չի նշանակում, որ տրված x0 կետում բավարարում է Լիբշիցի պայմանին, այդ նշանակում է, որ գոյություն ունի այնպիսի c դրական թիվ, եւ գոյություն ունի այնպիսի դելտա, որ ցանկացած x-ի համար x0-ի դելտա միջակայքից f alpha x նանած f alpha x0 չի գերազանցում c անգամ, չէ, եկեք բանալոգրեմ։ Հեռավորությունը չի գերազանցում c անգամ հեռավորություն x0։ Այս դեպքում կասեմ, որ x0 կետում բավարարում է Լիբշիցի պայման։ Ընդհանրապես Լիբշիցի պայման նշանակում է, որ սա տեղի ունի ցանկացած x եւ x0-ի համար։ Հիմա x0-ն ֆիքսած է, այսինքն եթե սա տեղի ունի ցանկացած x եւ x0-ի համար, ապա ես կասեմ, որ f alpha-ն բավարարում է Լիբշիցի պայմանին c հաստատունով։ Հիմա ինձ այդքան պետք չի, ինձ պետք է միայն x0-ի շրջակայքում, այսինքն նույնիսկ ոչ միայն x0-ի շրջակայքում, մենակ x0-ին, այսինքն երկրորդ կետը միշտ x0-ն է, առաջինը վերցնեմ ցանկացած x, որը դելտա շրջակայքում է գտնվում։ Հիմա ես մտնում եմ, որ այս ընտանիքը x0-ում կլինի հավասարաստիճան անընդհատ։ Ուրեմն f alpha-ն հավասարաստիճան անընդհատ է x0-ում։ Ինչու՞, որովհետև եթե ինձ տրված է, կամ միանգամից ես կարող եմ գրել այս բանը, այս մեծությունը ես կարող եմ գրել։ Եկեք որպեսզի խառնաշփոթ չառաջանա, ես սրա անգրեմ դելտա 0։ Այդ դեպքում, եթե ես գրեմ օմեգա, f alpha, եւ պետք է նայեմ x0 դելտան, ապա այս անհավասարությունից ես միանգամից ստանում եմ, որ սա չի գերազանցում c անգամ դելտա ցանկացած ալֆայի համար։ Որովհետև ով էր օմեգա f alpha դելտա x0-ն, այս մեծության սուպրեմումն էր, երբ x-ը փոխվում էր x0-ի դելտա շրջակայքում։ Այո։ Այդ պատումը ոնց որ կամայական անիվան երբ է ինվերսում, էլի, ոնց որ ամեն ֆունկցիայի համար առանց դեպքի անում, թե այդ c-ն ու դելտան դարձնում եք, հետո նոր ասում, որ բոլոր ֆունկցիաների համար էսի ճիշտ է։ Ես վերցնում ենք, ասում ենք, որ գոյություն ունի c եւ դելտա 0, այս պայմանի մասին է, ճիշտ է, սրա մասին է խոսքը։ Ամեն ֆունկցիայի համար առանց դեպք ասում, թե ընտանիք։ Չէ, բոլորի համար։ Գոյություն ունի ունիվերսալ c եւ ունիվերսալ դելտա 0, նենց որ ցանկացած x-ի համար x0 կենտրոնով եւ դելտա շարժով գնդից տեղի ունի այս անհավասարությունը։ Պարզ է սա։ Հիմա, եթե սա տեղի ունի, ապա արդյոք սրա հետ համաձայն եք։ Մենք ուզում եմ համաձայն եք, որտեղ պարզապես վերցրեցի ստեղ, ասացի, որ այս հեռավորությունը փոքր է դելտայից, ուրիշ բան չեմ ասել։ Այս հեռավորությունը փոքր է դելտայից, քանի որ վերցրել եմ x, որը գտնվում է x0-ի դելտա շրջակայքում։ Այստեղից էլ միանգամից ստանում եմ, որ եթե վերցնեմ սուպրեմում, երբ ալֆան պատկանում է a-ին օմեգա f alpha x0 դելտա, ապա սա չի գերազանցի c անգամ դելտան եւ կձգտի 0-ի, երբ դելտան ձգտում է 0-ի։ Իսկ սա հենց այն էր, ինչ մենք ուզում էինք ապացուցել։
ոնց է գիտենք, c անգամ դելտան ինչի որն է հարցը մի հատ նորից կարելի է։ Այդ ֆունկցիան անգամ դելտան դեպքում դրեք, կարող է դելտան 0-ը դեպքում ցանը լամբերց։ Չէ, բայց c-ն ունիվերսալ է, չէ։ Գոյություն ունի c եւ գոյություն ունի դելտա 0, նենց որ ճիշտ է սա։ Այսինքն c-ն ֆիքսած է, այս վերցնում ես դելտան ավելի փոքր կա, այստեղ չասցի որ դելտան չի գերազանցում դելտա 0-ն։ Արմեր դելտաների համար Նույն c-ն է։ Այստեղ սենց է գրած, չէ, ես ունենք այս ընտանիքը եւ երկու հաստատուն կա։ Նենց որ ցանկացած x-ի համար ճիշտ է այս անհավասարությունը։ Այստեղ պետք է ավելացնել ցանկացած ալֆայի համար։ Այստեղ դելտա 0-ն ֆիքսած էր, c-ն էլ է ֆիքսած։ Այս գնահատականի մեջ ես վերցնում եմ ցանկացած դելտա, որը փոքր է դելտա 0-ից։ Այդ դեպքում ստեղից միանգամից կարող եմ փոխարինեմ սա դելտայով։ Ու ստանում եմ, որ սուպրայում չի գերազանցում c անգամ դելտան։ C-ն ֆիքսած է, դելտան ցանկացած է փոքր դելտա 0-ից։ Համաձայն եք սրա հետ։ Շատ լավ, այսինքն եթե ֆունկցիաների ընտանիքը բավարարում է Լիբշիցի պայմանին նույն հաստատունով, ապա մեր ֆունկցիաների ընտանիքը հավասարաստիճան անընդհատ է։ Երբ ֆունկցիաների ընտանիքը հավասարաստիճան անընդհատ չի, երբ կոպիտ ասած, երբ որ այս բանը տեղի չունի։ Եկեք օրինակ նայենք, երկրորդ օրինակը։ Եկեք նայենք ֆունկցիաների հաջորդականություն f-n x, որոնք որոշված են օրինակ 0,1 միջակայքի վրա։ nx x-ը պատկանում է 0,1 միջակայքին։ Ես պնդում եմ, որ այս ֆունկցիաների ընտանիքը, չնայած յուրաքանչյուր ֆունկցիա f-n ֆունկցիան ինքը արդեն ես գիտեմ, որ ինքը նույնիսկ հավասարաչափ անընդհատ է 0,1-ի վրա, բայց հավասարաստիճան անընդհատ չի, օրինակ x0 կետում։ Մենք ցույց տանք, որ f-n-ը հավասարաստիճան անընդհատ չի x0 կետում։ f-n-ը հավասարաստիճան անընդհատ չի։ Անընդհատ չի x0-ն հավասար է 0 կետում։ Ուրեմն ինչու հավասարաստիճան անընդհատ չի, պետք է վերցնեմ տարբերություն։ Ճիշտ է, f-n x հանած f-n 0։ f-n x հանած f-n-ը 0 կետում, որը հավասար է 0-ի, այսինքն ստացվում է սինուս nx։ Բայց ինչ եմ ուզում սրանից, ես ուզում եմ, որ սա լինի փոքր տրված էպսիլոն դրական թվի համար, տրված էպսիլոն դրական թվից, երբ x-ը տենքը 0,1-ից է, երբ x-ը չի գերազանցում ինչ-որ դելտան, և մեծ է 0-ից, և n-ն էլ ցանկացած է։ Սա եմ ուզում, ճիշտ է, որ հավասարաստիճան անընդհատությունը սա է նշանակում, որ տրված էպսիլոն դրական թվի համար ես կարող եմ ընտրել այնպիսի դելտա, որ ցանկացած x-ի համար 0-ի դելտա շրջակայքից եւ ցանկացած n-ի համար տեղի ունենա այս անհավասարությունը։ Բայց ակնհայտորեն սա չի կարող տեղի ունենալ, քանի որ եթե ես հենց ֆիքսեցի դելտան, ես կարող եմ ընտրել օրինակ x-ը xn-ը հավասար է p-ին բաժանած 2n-ի, բավականաչափ մեծ դելտայի n-ի դեպքում սա կլինի ավելի փոքր, քան դելտան եւ բնականաբար ավելի մեծ, քան 0-ն։ Եթե ես վերցնեմ սինուս n անգամ xn-ը, ապա կստացվի 1։ Այսինքն, եթե էպսիլոն փոքր է 1-ից, այս անհավասարությունը երբեք չի կարող տեղի ունենալ։
ինչքան ասես փոքր շրջակայքում ես գտնեմ x, նենց որ արժեքը ֆունկցիայի հավասար է 1-ի։ Ու այս ֆունկցիաների համար եկեք տեսնենք, արդյոք ինքը Լիբշիցի պայմանին բավարարում է։ Ոնց կարող ենք ստուգել Լիբշիցի պայմանը, եթե ֆունկցիան անընդհատ է, ես անընդհատ ածանցելի է, ունենք մեկ փոփոխականի ֆունկցիա, Լիբշիցի պայմանը տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ ածանցյալը փոքր է 1-ից։ Համաձայն եք սրա հետ, որ եթե ես ունեմ անընդհատ ածանցելի ֆունկցիա, ունեմ եկեք փոքր լեմ գրենք։ Լեմ դիցուկ f ֆունկցիան, որը գործում է ասենք AB միջակայքից R-ի վրա, անընդհատ ածանցելի է։ Ապա f-ը բավարարում է Լիբշիցի պայմանին C հաստատունով, հիշեցնեմ, որ այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած x1, x2-ի համար AB-ից fx1 հանած fx2-ը փոքր կամ հավասար է C անգամ x1 հանած x2։ Ուրեմն f-ը բավարարում է Լիբշիցի պայմանին C հաստատունով, այսինքն ճիշտ է սա, ցանկացած x1, x2-ի համար AB-ից, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած x-ի համար AB-ից f'(x)-ը չի գերազանցում C-ն։ Ուրեմն C1 դասի ֆունկցիան բավարարում է Լիբշիցի պայմանին C հաստատունով, այն եւ միայն այն դեպքում, երբ իր ածանցյալը չի գերազանցում C-ն ցանկացած կետում։ Միուղությամբ համարյա ակնհայտ է, այսինքն եթե ածանցյալը չի գերազանցում C-ն, ապա տեղի կունենա սա, պարզապես Լագրանժի թեորեմն է կամ միջին արժեքի թեորեմը, ածանցյալի ֆունկցիաների համար։ Հակառակ ուղղությամբ պետք է հասկանալ, թե ինչու է տենց, պարզապես մի հատ նկարելով պարզ կդառնա, որ եթե ինչ-որ կետում մեծ է C-ից, ապա այդ կետի շրջակայքում ինքը չի կարող այս պայմանին բավարարել։ Կամ կարող եք ասել, որ եթե այս պայմանին բավարարում է, ապա բաժանենք ու անցնենք սահմանը։ Մի խոսքով, թողնում եմ ձեզ ապացուցելու համար, որ f անընդհատ ածանցելի ֆունկցիան բավարարում է Լիբշիցի պայմանին C հաստատունով, այն եւ միայն այն դեպքում, երբ ածանցյալը ամենուրեք չի գերազանցում C-ն։ Հիմա եթե նայում ենք այս ֆունկցիաները սինուս nx-ը, fn'(x)-ը հավասար է n անգամ կոսինուս nx։ Այսինքն 0 կետում fn'(0-ն հավասար է n-ի։ Հետևաբար ոչ մի C հաստատունի համար այս ֆունկցիաների ընտանիքը չի կարող, այսինքն այս ֆունկցիան չի բավարարում Լիբշիցի պայմանը n-ից փոքր հաստատունով։ Այսինքն այս նախորդ հայտանիշը կիրառելի չի, քանի որ ստեղ ես ենթադրել էի, որ տեղի ունի Լիբշիցի պայմանը գոնե x0-ի մոտ ինչ որ մի C հաստատունում, որը կախված չի ալֆայից։ Կան հարցեր սրա մասին, այս օրինակների մասին։ Շատ լավ, եթե չկան հարցեր, եկեք ուրեմն մի ապահովենք, այն մեր մի արդյունք ապահովեցինք, որ եթե ֆունկցիան անընդհատ է կոմպակտի վրա,
ապա ինքը հավասարաչափ անընդհատ է կոմպակտի վրա։ Հիմա դրա նման հատկություն տեղի ունի նաև հավասարաստիճան անընդհատության համար։ Այսինքն, ուրեմն թեորեմ դիցուկ x-ը x բազմությունը կոմպակտ է, և f ալֆա, որը x-ից գնում է rn, ալֆան պատկանում է այն ֆունկցիաների ընտանիքը հավասարաստիճան անընդհատ է ցանկացած x0 կետում x-ից։ Այս ֆունկցիաների ընտանիքը անընդհատ է, ցանկացած x0 պատկանում է x կետում, ապա f ալֆան հավասարաչափ հավասարաստիճան անընդհատ է։ Ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի դելտա դրական թիվ, որ ցանկացած ալֆայի համար a-ից և ցանկացած x1, x2-ի համար x-ից, եթե սրանց միջև հեռավորությունը չի գերազանցում դելտան, ապա պատկերների մեջ հեռավորությունը չի գերազանցում էպսիլոնը։ Կամ կարող եմ ասել նույն բանը օգտագործելով անընդհատության մոդուլը, վերցնում եմ սուպրեմում, երբ ալֆան պատկանում է a-ին, f ալֆա ֆունկցիայի անընդհատության մոդուլը դելտա կետում։ Հիշեցնեմ, որ այս հետևյալն է։ Ես վերցրել եմ սուպրեմում ալֆան պատկանում է a-ին, ու վերցրել եմ սուպրեմում հետևյալ մեծությունների f ալֆա x1, f ալֆա x2, երբ x1-ի և x2-ի միջև հեռավորությունը չի գերազանցում դելտան։ Ուրեմն հավասարաչափ հավասարաստիճան անընդհատություն նշանակում է, որ այս երկու կրկնակի սուպրեմումը ձգտում է 0-ի և դելտան ձգտում է 0-ի։ Այսինքն լրիվ նույն հատկությունն է, առաջի դեպքում ստեղ, եթե վերցնեմ այս թեորեմի մեջ ալֆան միայն մի կետ, եթե ենթադրեմ, որ a բազմությունը պարունակում է միայն մի կետ, այսինքն ես ունեմ ընդամենը մի ֆունկցիա, ապա ես ստանում եմ նախորդ թեորեմը, որ եթե ֆունկցիան հավասարաստիճան անընդհատություն է, դեպքում դառնում է պարզապես անընդհատություն, եթե ֆունկցիան անընդհատ է ցանկացած x0 կետում, այսինքն ֆունկցիան անընդհատ է կոմպակտի վրա, ապա ինքը հավասարաչափ անընդհատ է։ Հավասարաստիճանությունը ստեղ դեռ չի խաղում։ Այս նախորդ բանում, երբ քննարկում էինք հավասարաստիճան անընդհատությունը, մի տրվյալ դեպք մոռացա ասել, որ եթե ունենք վերջավոր ընտանիք, ապա ինքը հավասարաստիճան անընդհատ է, ու ցանկացած ֆունկցիա անընդհատ է, ապա ինքը հավասարաստիճան անընդհատ է, դիտողություն։
Հավասարաստիճան անընդհատությունը իմաստ ունի միայն անվերջ բազմությունների համար։ Վերջավոր բազմության համար ինքը իմաստ չունի, որովհետև ինքը կամ միշտ ճիշտ է, կամ ֆունկցիաներից մեկը անընդհատ չի։ Ուրեմն դիտարկում եթե ունենք f1 fk ֆունկցիաները x-ից r-ն եւ բոլորը անընդհատ են, եթե այս ֆունկցիաները անընդհատ են x0-ում, ապա պարզապես սահմանումից միանգամից հետևում, որ ընտանիքն է հավասարաստիճան անընդհատ f1 fk-ն հավասարաստիճան անընդհատ է x0-ում։ Ինչի, որովհետև ինչ է նշանակում հավասարաստիճան անընդհատություն նշանակում, ես պետք է վերցնեմ սուպրեմում, բայց սուպրեմում վերջավոր բազմության վրա այդ պարզապես մաքսիմումն է դրանց։ Եթե բոլորը ձգտում են 0-ի, ապա մաքսիմումն էլ է ձգտում 0-ի։ Այսինքն հավասարաստիճան անընդհատության մասին կարելի է խոսել միայն, իմաստ ունի խոսել միայն անվերջ բազմությունների համար։ Արդյոք հարցեր կան թեորեմի ձևակերպման մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, Ինչերից ասեմ, որ այս մի կետը հավասարաստիճան անընդհատությունը զորիչի մեջ չկա, բայց վարժությունների մեջ կա, դրա համար եմ այսքան մանրամասն քննարկում։ Զորիչի մեջ քննարկում է միայն հավասարաչափ անընդհատությունը, հավասարաստիճան անընդհատությունը ավելի ուշ է քննարկում, որտեղ այդ ուրիշ բանի համար է պետք, բայց քանի որ մոտ հատկությունների ու վարժությունների մեջ կա, դրա համար այստեղ մանրամասն քննարկեցինք ես։ Ուրեմն եկեք հիմա հասկանանք, ինչի է թեորեմը ճիշտ։ Ապացույց։ Էլի բնականաբար կոմպակտություն նշանակություն ունի։ Նախորդ թեորեմի ապացույցի համար օգտագործեցինք կոմպակտության հաջորդականությունների միջոցով բնութագրիրը։ Եկեք այս անգամ օգտագործենք ծածկույթների միջով բնութագիր։ Էլի ինձով կարելի անել, բայց ուղղակի ուրիշ մտահղացում է, ուզում եմ դրա մասին խոսենք։ Ուրեմն ես գիտեմ, որ ցանկացած x0-ի համար, ցանկացած x-ի համար ցանկացած x-ի համար, S-ին f ալֆա ընտանիքը հավասարաստիճան անընդհատ է։ Հետևաբար, եթե ես ֆիքսեմ էպսիլոն դրական թիվ, ապա այս էպսիլոնի համար ես կարող եմ կառուցել դելտա x թվերի ընտանիք, հենց որ եկեք ցույց գրեմ սուպրեմում, երբ ալֆան պատկանում է a-ին, ես վերցնում եմ d f ալֆա x եւ ալֆա x0, չէ, x-ը զբաղված էր, d ալֆա y եւ f ալֆա x, երբ y-ը պատկանում է x-ի դելտա x շրջակայքին։ Այս սուպրեմումը կլինի փոքր էպսիլոնից։ Միշտ է հավասարաստիճան անընդհատություն նշանակում է սա։ Հիմա եկեք նկատենք, որ ուրեմն դելտա x-ը դրական թիվ է, ճիշտ է, հետևաբար եթե ես վերցնեմ հետևյալ բազմությունը, ես վերցնում եմ բոլոր x կետերը x տարածությունից, x բազմությունից եւ նայում եմ x կենտրոնով եւ 1/2 դելտա x շարավղով բաց գունդը։
Ինչի 1/3 հեսա մի վայրկյանից մի րոպեից պարզ կլինի։ Ուրեմն իմ x կոմպակտ բազմությունը ես կարող եմ ծածկել x կենտրոնով եւ դելտա x 1/2 դելտա x շարավով գնդերով։ Հեսա ակնհայտ է։ Բայց ես գիտեմ, որ բաց գունդը բաց բազմություն է, եւ քանի որ x-ն էլ կոմպակտ է, ուրեմն այստեղ ես օգտագործում եմ x-ի կոմպակտությունը։ Ես կարող եմ ընտրել վերջավոր թվով կետեր x1 x կա կետերը x-ից, այնպես որ x-ը ընկած լինի սրանց միավորման մեջ x կա դելտա կա, որտեղ դելտա կայով ես նշանակում եմ դելտա x կան։ Չէ, լավ x1 x l գրենք կան հավասար է 1-ից l։ Ուրեմն իմ x կոմպակտ բազմությունը ծածկված է bx 1/2 դելտա x բաց գնդերով, որտեղ x-ը փոխվում է x-ի մեջ։ Ըստ ենթադրության x-ը կոմպակտ բազմություն է։ Հետևաբար, այս անվերջ թվով գնդերից ես կարող եմ ընտրել վերջավոր թվով գնդեր, այսինքն վերջավոր թվով կետեր x1 xl, այնպես որ x-ը ընկած լինի այս վերջավոր թվով գնդերի միավորման մեջ։ Ուրեմն, եկեք վերհիշենք ինչ տեղի ունեցավ, ես ֆիքսեցի էպսիլոն դրական թիվ, ես ուզում եմ հավաքել հավասարաստիճան անընդհատությունը։ Ես ֆիքսեցի էպսիլոն դրական թիվ եւ օգտագործեցի, որ ցանկացած կետում իմ ընտանիքը հավասարաստիճան անընդհատ է։ Հետևաբար տեղի ունի սա։ Հիմա ես նշանակում եմ դելտայով այս ստացված դելտա թվերի ամենափոքրը։ Դելտա 1, դելտա l։ Ես պնդում եմ, որ եթե ուրեմն ապացուցենք, ուրեմն սա բնականաբար մեծ 0-ից մեծ է, քանի որ յուրաքանչյուր դելտա x կան է 0-ից մեծ, ապացուցենք, որ ցանկացած ալֆայի համար a-ից եւ ցանկացած y1 y2-ի համար x-ից, եթե սրանց միջև հեռավորությունը փոքր է դելտայից, ապա հեռավորությունը պատկերների մեջ f alpha y1 f alpha y2 փոքր է s մեր էպսիլոն թվից։ Այդ դեպքում ես ապացուցած կլինեմ հավասարաչափ հավասարաստիճան անընդհատությունը։ Քանի որ ցանկացած ալֆայի եւ ցանկացած y1 y2-ի համար, եթե հեռավորությունը փոքր է դելտայից, պատկերների միջև հեռավորությունը փոքր է էպսիլոնից։ Ոնց ենք անում, վերցնում եմ ես իմ y1 կետը, y1 կետը, քանի որ ներողություն, ստեղ ոչ թե դելտա կա էր, այլ դելտա կա բաժանած 2 էր։ Այստեղ ստեղ 2 էր, համար ստեղ էլ կլինի 2։ Վերցնում եմ y1 կետ, y1 կետը, քանի որ ինքը x-ից է, ինքը ընկած է այս գնդերից մեկն ու մեկի մեջ։ Ենթադրենք k-րդ գունդն է։ S ընկած է b x k 1/2 դելտա k։ Բայց y1-ի եւ y2-ի տարբերությունը փոքր է դելտայից, որը փոքր է դելտա k-ից։ Հետևաբար ստեղից ես ստանում եմ, որ y2-ը ընկած կլինի bxk դելտա k-ի մեջ։ Արդյոք բոլորն են համաձայն սրայից։ Ստեղ ես օգտագործեցի եռանկյան անհավասարությունը։ Ստեղ ես օգտագործեցի, որ հեռավորությունը y1 y2 xk-ի y2 x-կան փոքր կամ հավասար է հեռավորություն y2 y1 գումարած հեռավորություն y1 xk։ y1 y2-ը փոքր է դելտայից, իսկ ես մյուսը փոքր է դելտա k-ից, բայց դելտան էլ իր երթին փոքր է դելտա k-ից,
մի րոպե, այս փոքրը դելտա K կեսից։ Պաստորեն լավ է որ գրեցինք, ստեղ ես ուզում դելտայի փոխարեն գրել դելտա կես։ Բնականաբար ոչ մի նշանակություն չունի։ Կարող է հենց սկզբից ստեղ վերցնել 1/2, որպեսզի երկիմաստություն չլինի, եկեք ստեղ դնեմ 1/2։ Վերցնում դելտա 1 դելտա էլի մինիմումը եւ բաժանում եմ 2-ի։ Հիմա եթե y1-ը ընկած է այս գնդի մեջ, y2-ը կլինի սրա մեջ, ինչու, որովհետեւ օգտագործելով եռանկյան անհավասարությունը, այս հեռավորությունը փոքր է դելտայից, այս մյուս հեռավորությունը փոքր է դելտա K կեսից, բայց դելտան իր երթին փոքր է դելտա K կեսից, այսինքն այս կլինի ավելի փոքր, քան դելտա K-ն։ Ուրեմն y2-ը ընկած է այս գնդի մեջ, ինչպես նաև y1-ը, ըստ իմ ընտրության տեղի ունի սա, որտեղ վերցրել եմ x-ը հավասար է x-k։ Այսինքն ստեղից միանգամից ստացվում է, որ ցանկացած ալֆայի համար a-ից, ասեք ունեի սա, պաստորեն նորից մի բան պետք է փոխեմ, եկեք ստեղ գրեմ դելտա բաժանած 2-ի։ Ես ինչ կարող եմ գրել, հեռավորությունը f y1, f ալֆա y1, f ալֆա y2, ես կարող եմ իրանց օգտագործել եռանկյան անհավասարությունը, այս կլինի փոքր կամ հավասար հեռավորություն f ալֆա y1, f ալֆա xk, գումարած հեռավորություն f ալֆա y2, f ալֆա xk։ Պարզապես օգտագործեցի եռանկյան անհավասարությունը, բայց սրանցից յուրաքանչյուրը համաձայն այս անհավասարության փոքր է էպսիլոն կեսից, այսինքն գումարը կլինի փոքր էպսիլոնից։ Այսինքն տրված էպսիլոն դրական թվի համար ես ինչ որ գործողություններ արեցի, կառուցեցի դելտա դրական թիվը։ Ուրեմն տրված էպսիլոն դրական թվի համար ես կառուցեցի դելտա դրական թիվ, այնպես որ ցանկացած ալֆայի համար a-ից եւ ցանկացած y1, y2-ի համար x-ից, եթե ես ունեմ այս անհավասարությունը, ապա ունեմ նաեւ սա։ Ես էլ նշանակում եմ, որ իմ ու քանի որ էպսիլոն ցանկացած էր, ես ստանում եմ ընտանիքի հավասարաչափ հավասարաստիճան անընդհատությունը։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա մի վերջի սահմանումն եմ ուզում ներմուծեմ, որ հաջորդ անգամ սրա մասին խոսենք։ Ուրեմն, մեկ փոփոխականների ֆունկցիաների դեպքում մենք ունեինք միջանկյալ արժեքի թեորեմա։ Ինչ էր ասում միջանկյալ արժեքի թեորեմա։ Թեորեմը ասում էր հետևյալը, որ եթե ես ունեմ f ֆունկցիա, որը անընդհատ է AB միջակայքի վրա, ապա ցանկացած ասենք c թվի համար, որը ընկած է f-a fb միջակայքի մեջ, կամ պետք է տեղերով փոխեմ, եթե պարզվի, որ fb-ն ավելի փոքր է, կամ fb f-a միջակայքի մեջ, գոյություն ունի այնպիսի x, որը ընկած է AB-ին, հենց որ fx-ը հավասար է c-ի, այսինքն անընդհատ ֆունկցիան ընդունում է երկու ընդունած արժեքների միջև ընկած ցանկացած արժեք։ Ես չգիտեմ ոնց եք անվանել, ես անվանում եմ միջանկյալ արժեքի թեորեմ։ Արդյոք ինչ որ անուն տվել եք սրան։ Ուրեմն լավ, միջանկյալ արժեքի թեորեմ։ F ֆունկցիան եթե անընդհատ է, ապա երկու ընդունած արժեքների միջև գտնվող ցանկացած ուրիշ արժեք ընդունում է։ Հիմա ստեղ ֆունկցիան որոշված է ինչ որ միջակայքի վրա, AB միջակայքի վրա։ Բազմաչափ դեպքում, եթե ես ունեմ ինչ որ ցանկացած ենթաբազմություն,
Ասենք գիտողին բազմություն լինի սա։ Ես կարող եմ վերցնել ֆունկցիա, որ այսինքն x-ը լինի երկու չհատվող եւ միմյանցից դրական հեռավորության վրա գտնվող բազմությունների միավորում x1 միավորած x2։ Սրա վրա ես ֆունկցիան կվերցնեմ 0, սրա վրա ֆունկցիան կվերցնեմ 1։ Ակնհայտորեն ես կլինի անընդհատ ֆունկցիա, բայց 0-1-ի արանքում գտնվող ոչ մի արժեք ինքը չի ընդունում։ Այսինքն ինչ որ պայման է պետք այս x բազմության վրա։ Այդ պայմանը կոչվում է կապակցվածություն։ Տամ այդ սահմանումը, որ հնարավորություն ունենք դրա մասին մտածել ու սրանով վերջացնենք։ Ուրեմն սահմանում ուրեմն կասենք, որ x բազմությունը գծայնորեն կապակցված է իրականում հետագայում ասելու եմ պարզապես կապակցված, քանի որ ուրիշ կապակցվածություն մենք չենք նայելու։ Սահմանեցինք գծայնորեն կապակցված բազմության հասկացողությունը, բայց հետագայում ասելու եմ պարզապես կապակցված, քանի որ միայն այս տեսակ կապակցվածություն ենք նայելու։ Մենք ասենք, որ x բազմությունը գծայնորեն կապակցված է, եթե ցանկացած a եւ b կետերի համար x-ից գոյություն ունի գամմա ֆունկցիա, որը գնում է 0-1-ից rm անընդհատ ֆունկցիա, այնպիսին, որ ուրեմն 0 կետում հավասար է a-ի, 1 կետում հավասար է b-ի եւ ցանկացած t-ի համար 0-1 միջակայքից գամմա t-ն պատկանում է x-ին։ Ինչ է նշանակում գծայնորեն կապակցված բազմություն։ Նշանակում է, որ եթե ես վերցնեմ ցանկացած երկու կետ, վերցրեցի երկու կետ a եւ b։ Ուրեմն AB հատվածը պարտավոր չի պարունակի լինել ամբողջությամբ այս բազմության մեջ։ Բայց ես սա չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ ցանկացած երկու կետի համար ես կարողանամ կառուցել մի անընդհատ ֆունկցիա 0-1-ից x բազմության մեջ գնացող, այնպես որ 0 կետում ես ստանում եմ a-ն, 1 կետում ստանում եմ b կետը։ Այդ դեպքում ես կասեմ, որ բազմությունը կապակցված է։ Այսինքն ցանկացած երկու կետ ես կարող եմ միացնել անընդհատ կորով։ Այս կորի մասին ես ընդհանրապես ոչ մի բան չեմ ուզում։ Պարզապես ինքը պետք է լինի անընդհատ ֆունկցիա։ Համենայն դեպս ասեմ, որ այս անընդհատ ֆունկցիան, եթե մենք իր վրա ոչ մի պայման չենք դնում, կարող է լինել շատ տարօրինակ։ Օրինակ, այս անընդհատ ֆունկցիան կարող է մի ամբողջ քառակուսի լցնել։ Այդ մի քիչ ինտուիցիային չի համապատասխանում, բայց հնարավոր է նման պաթոլոգիաներ կառուցել։ Նման բաները մեզ չի հետաքրքրում, բայց կոնկրետ այս հասկացության համար բավական է վերցնել միայն անընդհատ ֆունկցիաներ։ Եթե այս մերից x բազմությունը բաց է, դժվար չի հասկանալ, որ այս անընդհատ ֆունկցիան ես կարող եմ վերցնել բեկյալի տեսքով։ Այդ դեպքում շատ ավելի պարզ ֆունկցիա է ստացվում։ Ինչևէ, սրա մասին մենք հաջորդ անգամ կխոսենք, կապակցվածության մասին, ու կապացենք ևս մի քանի արդյունք անընդհատ ֆունկցիաների մասին։ Այսինքն իմ կարծիքով հաջորդ անգամ մենք վերջացնենք անընդհատ ֆունկցիաների մասին
քննարկումը եւ կանցնենք գծային տարածություններին եւ գծային արտապատկերումներին։ Արդյոք կան հարցեր։ Ես հարց ունեմ ավելի ընդհանուր այս թեմայի հետ կապված։ Ֆունկցիայի ածանցիան ոնց ենք սահմանում կամ սահմանում ենք արդյոք։ Սահմանում ենք, բայց այդ մի առանձին պատմություն է։ Այդ կլինի մոտարապես մյուս շաբաթվա վերջին իմ կարծիքով կամ մյուս շաբաթվա սկզբին, չգիտեմ, բայց որ պետք է մեր շաբաթ դեռ չենք անցնել իրան, այդ դիֆերենցիալ հաշվի հիմնական հասկացողություններից է, բայց մինչև դրան հասնելը ինչ որ բաներ կան անելու, մասնավորապես գծային արտապատկերումների մասին։ Ինչ արես դու գծային հանրահաշիվ անցել եք, արդեն թե դեռ ոչ, դեռ չեք անցել, դե հետաբար լավագույն դեպքում կլինի մյուս շաբաթվա վերջին ֆունկցիայի ածանցալի մասին խոսենք։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր այսքանը, կհանդիպենք ինքշաբթի, ստեսություն բոլորին։